Դուբայում ընթանում է կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովը։ Իրակլի Կոբախիձան ամփոփել է քննարկումներն ու քննարկվելիք հարցերը։ Այսօր տեղի է ունեցել եւս մեկ քննարկում, այս անգամ սերբ գործընկերոջ հետ։ Վաշինգտոնում վրացական պատվիրակությունը քննարկել է ՄԱԿ-ի հետ հարաբերությունները վերակարգավորելու պատրաստակամությունը եւ ռազմավարական գործընկերության վերականգնման կարեւորությունը։ Լաշա Դարսալյանն հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ։ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ միասին քննարկմանը մասնակցել են ԱՄՆ-ին Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թամար Թալիաշվիլին եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոլթերը։ Նախարարության տվյալներով նրանք քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ Վրաստանի հետ համագործակցության հեռանկարները։ Ամերիկյան կողմը հաստատել է իր անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ամերիկյան կողմը նաեւ տեղեկատվություն է տարածել հանդիպման մասին պետդեպարտամենտի կայքում։ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ աջակցել է ընդհանուր եւ բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններին, օրինագծի քննարկումը ընթանում է արագացված կարգով։ Այսօր նաեւ նախատեսված է երրորդ ընթերցմամբ քննարկումը։ Հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 12-րդ դասարանը կդառնա կամավոր, իսկ 11-րդ դասարանի ուսումնական ծրագիրը կենտրոնացված կլինի ազգային քննությունների նախապատրաստվելու վրա։ Դպրոցական համազգեստ կրելը պարտադիր կդառնա առաջինից 6-րդ դասարներում, որի նմուշը կհաստատի նախարարությունը։ Փոփոխությունների համաձայն դասագրքային գնահատական նշանակելու կանոնը կչեղարկվի, կսահմանափակվի բջջային հեռախոսի օգտագործումը դպրոցներում։ Օրինագիծը ակադեմիական անձնակազմի ցանկում կավելացվի առաջատար պրոֆեսորի պաշտոնը։ Այն նաև կկարգավորի այդ պաշտոնը զբաղեցնող անձի իրավունքները լինելու ակադեմիական խորհրդի անդամ եւ մասնակցելու դեկանի ընտրության գործընթացին։ Հստակեցվում է պետության կողմից ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունների վերակազմավորման իրավական շրջանակը։ Տեղի է ունեցել գների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստը տեխնիկական բնույթի էր։ Հայտնի է, որ 14 հոգուց բաղկացած հանձնաժողովը աշխատել է գների իջեցման հնարավորության վրա։ Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Օդեսայի վրա, վիրավորվել է 2 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, դպրոց եւ մանկապարտեզ։ Զապարոժիայի վրա հարձակման հետևանքով զոհվեց 2 եւ վիրավորվեց 11 մարդ, այդ թվում 3 անչափահաս։ Վնասվել է 5 բարձրահարկ շենք։ Ռուսաստանը փետրվարի 3-ի գիշերը տարեսկզբից ի վեր Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա իրականացվել է ամենադաժան հարձակումը։ Գիշերը Ուկրաինան արձակել է 71 հրթիռ եւ 450 անօդաչու թռչող սարք։ Կիևի Դորնիցկի եւ Դնեպրովսկի շրջանների կարևորագույն ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից իրականացված լայնածավալ հարձակումից հետո ավելի քան 1100 տուն մնացել է առանց ջեռուցման։ Աբու Դաբիում ընթանում են Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ բանակցությունները։ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռոստեմ Ումերովի խոսքով աշխատանքը կշարունակվի առանձին խմբերով, կենտրոնանալով կոնկրետ ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համատեղ համաժամեցում։ Մենք աշխատում ենք Վոլոդիմիր Զելենսկու հստակ ցուցումների շրջանակներում, արժանապատիվ եւ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Մենք պետության ղեկավարին կտեղեկացնենք բանակցությունների յուրաքանչյուր փուլի ընթացքի մասին, գրում է Ռումերովը։ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչությունում տեղի ունեցել աշխատանքային հանդիպում։ Նախարարը աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրեն Սերգի Բզիշվիլիին։ Սերգի Բզիշվիլին նախկինում զբաղեցնում էր Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրենի տեղակալի պաշտոնը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում հանցագործության դեմ պայքարը եւ կանխարգելիչ ոստիկանական միջոցառումները։ Ազոտի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է։ Հայտնի է դարձել, որ Ռուսթավիի քաղաքապետը միջնորդի դեր կխաղա խնդրի լուծման եւ բանակցությունների գործում։ Որոշումը կայացվել է Նինո Լացաբիձեի հետ հանդիպումից հետո։ Աշխատակիցները գործարանի վարչակազմից պահանջում են աշխատավարձի 300 լարով բարձրացում։
Լելո կուսակցությունը քննարկել է գնաճը երկրում։ Կուսակցության անդամներից Նիկա Չերկեզիշվիլիի խոսքով հունվարին առօրյա սպառման ապրանքների գները նվազեցնելու փոխարեն գները բարձրացել են, մասնավորապես սննդամթերքի գներն են բարձրացել։ Սա լուրջ ազդեցություն է ունենում բնակչության վրա։ Նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Օրվա կապակցությամբ հիվանդությունների վերահսկման կենտրոնում միջոցառում է անցկացվել։ Խոսվել է քաղցկեղով հիվանդների բուժման մատչելիության մասին։ Շեշտը դրվել է սքրինինգի անխուսափելիության եւ դրա մատչելիության վրա։ Ուշադրություն է դարձվել նաեւ վերջերս իրականացված փոփոխություններին։ Նշվել է, որ քիմիոթերապիայի ծառայությունների ծավալը աճել է, կլինիկաները ստանում են ավելի շատ ֆինանսավորում, իսկ հիվանդները բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ստանում են նույն կլինիկայում, որտեղ կատարում են պրոցեդուրան։